Արդյոք մենք այսօր եւ երեք պատմության ընթացքին եւ այս պատմության ամբողջ ընթացքին մենք այդ հավատքով ապրել ենք եւ հավատացել ենք այն հավատքին, որով որ մենք ապրում ենք, թե ինքնասապերությամբ ենք զբաղվել։ Ես վստահ եմ, որ շատ հավատացյալներ ամեն օր լսում են Քրիստոսի խոսքը իրենց ականջներով, նրանք նման չեն նրանց, որ ասում է ականջ ունի եւ չի լսում, եւ ապրում են երկրային կյանքը Քրիստոսի ուղենշած ճանապարհով։ Այն վստահ գիտակցությամբ, որ այդ ճանապարհով է, որ միայն կարող են արժանանալ երկրի արգելությանը։ Բայց ցավիսից նաեւ հաստատում ենք մենք մշտապես, որ շատ-շատերի համար հավատքը դա մի կերտ կատեգորիա է կյանքում, որի մասին ինքը անգամ հաստատում է, որ ինքը հավատացյալ է։ Այսպիսի մարդիկ շատ ունենք, որ միշտ հպարտանում են, որ մենք Քրիստոսի առաջին հետևորդներն ենք, պետականորեն առաջին ընդունված ժողովուրդ ենք։ Բայց երբ որ ապրում ես այդ մարդու հետ, շփվում ես այդ մարդու հետ, տեսնում ես, որ այդ մարդը կապ չունի քրիստոնեության հետ։ Պարզապես նա զգեստավորվում է, նա փաթեթավորվում է քրիստոնեությամբ եւ ոչ միայն քրիստոնեությամբ։ Ես շատ երկար եմ մտածել այս վերջին շրջանում, տեսնում եմ երկիրը գնալով այսպես պատանում։ Եվ միշտ այն համոզմանն եմ հանգում, որ մենք միշտ փաթեթավորված ենք ապրում ամեն ինչի մեջ։ Մենք մեզ հայտարարում ենք Քրիստոսի զինվորներ, քրիստոնեական եկեղեցու, բայց կյանքի ընթացքում այդ քրիստոնեությունը մենք փաթեթավորում ենք։ Գեղեցիկ կերպով, ամենուր եք այդպես է։ Մարդիկ գնում են միրգ առնելու, ամենալավերը վերևն է շարում, դապը զիբիլանոց են գնում։ Վերևինը նայում ես ու գնում ես։ Կամ գեղեցիկ փաթեթավորված ինչ-որ բան ես ուզում առնել։ Այսպես փաթեթավորումը լավն է, բայց մի քիչ տաց է։ Կամ լավ չէ։ Եվ դա մեր յուրաքանչյուր, մեր կյանքի ընթացքում յուրաքանչյուր պարագայում։ Ոչ թե ճշմարտությունը սկզբունքներն են արժևորվում, այն ինչ որ նա տեսնում է։ Եվ բոլոր պարագաներում եւ աշխարհում։ Եվ մարդը Աստվածնեստից տղամարդուն եւ հարցին, աղջկան, տնոջը ստեղծեց, չէ ասեց, տնեք, զավակներ եւ լցրեք այն երկիրը, որ ես ես համար ստեղծեցի։ Նրանք երկուսն էլ շատ գեղեցիկ էին։ Այն ժամանակ դա իրենք շարժավորեցին։ Եվ այդ շարժավորումը գրեթե շարունակվում է առ այսօր։ Այսօր շատ անգամներ մենք ինքներս ենք անընդհատ հայտարարում, որ մենք գազի ենք, մենք ազնիվ ենք, մենք լավն ենք, բայց իրականության մեջ այդ քողարկված վիճակների մեջ ենք ապրում, մեր կյանքի ընթացքում։ Շատ-շատերն են գալիս ինձ ասում են տեր այդ չի համարում մարդկանց ինչ-որ հատված գնում են ավանդավորական եկեղեցիներ, ասում են ուզում են թող գնան, Աստված ասած կյանքը ստեղծել։ Բայց գիտեմ, որ նրանք գնում են այդ վերևի շերտի համար, որովհետև այնտեղ ինչ-որ մեկը կանգնած սուտ բաներ է ասում։ Ասում է ես եմ Քրիստոսը, ես ինքս այն օր նայում եմ ինտերնետով, ես եմ Աստված իմ ժառանգորդը, մի նոր եկեղեցի։ 70-ական թվականներին ես երբ որ ուրեմն ուսումնասիրում էի Ամերիկան քանի եկեղեցի, երիտասարդական եկեղեցի գոյություն ունի միայն։ Դրանք 300 են։ Միայն 300 երիտասարդական այսպես երիտասարդական կրոնական հարաբերություններ կային։ Եվ դրանցից ամեն մեկը մի բան է ասում։ Եվ ես վստահ եմ այսօր ավետարանը, որ ասպես շատերը կգան, կասեն ես եմ Քրիստոսը եւ շատերը կմոլորեցնեն։ Մարդը գնում է այդպես քարոզի կանգնում է, գեղեցիկ խոսում է, խոսալու ժամանակ օգտագործելով իրանց բոլոր այն գեղեցիկները, այդ գեղեցիկներ դարձնելով եւ մարդը դրա համար գնում է։ Երբ որ անգամ ինչ-որ արժեքի մասին ես խոսում, ինքը միանգամից վատ օրինակներ է բերում։ Այսինքն այս աշխարհը վատ
Նրանք ովքեր Քրիստոսի հետ են, նրանք մշտապես բարիք են գործում։ Նրանք միշտ լույսն են արժևորում, քան խավարը։ Նրանք ճշմարտությունն են արժևորում, քան սուտը։ Որովհետև դա էլ է մի բան, որով որ մենք հավատալու ենք։ Չէ կանայք շատ-շատերը գնում են առավոտյան ինչպես գեղեցկություններ ստեղծել։ Մեր գյուղական ամենահամեստագույն արտիստերը ոչ կան չարած, շատ ավելի գեղեցիկ է, երբեմն այնտեղ մի քանի հազար դոլարով իրեն գեղեցկություն տվող։ Դա չի եղել արժեք։ Մենք իմ պապերս փշեցի են եղել, ընդերից ենք եկել։ Եվ այն ժամանակ գոնե 60-ական թվականների սկզբին դրանց մեջ գեղեցկությունը այլ չափորոշիչներով էր հաշվում, քան այսօր։ Գեղեցիկ հարսանիքներ, գեղեցիկ նստավորումներ, բայց շատ-շատերը որ նայեք մեր ազգի հետ կապեր չունեն։ Մենք այսօր գոյատևում ենք, որտեղ մենք մեր դեմքն ենք ունեցել։ Հայկական դեմք ենք ունեցել, բոլոր առավելություններով և թերություններով։ Եվ Աստված մշտապես մեզ հետ քայլել է։ Այսօր մենք ամեն օր խաբում ենք, մենք խաբել Քրիստոսին, չէ Քրիստոս տեսնում է։ Բայց չի օգնում ասելու, որ ես եմ այն ճանապարհը, ճշմարտությունը, որով դուք կարող եք եւ կյանքը, որով կարող եք երկնքի արքայությանը արժանանալ։ Սա է հարության վերակ ավետիսը մեզ։ Այդ գիտակցությունը պիտի լինի, ոչ թե թերությունը, որովը մի բան տեսնում ես, որ ուզում ես ասել, բաղով ասում է։ Ինքը չի նայում իրան ասում, հա մենք էլ գիտենք, բոլորս էլ նեղանչական ենք։ Եվ ավելին գիտենք, որ ոչ հոգևորականի պատիժը ավելի կարող է քիչ լինել, քան հոգևորականինը, որովհետև ինքն է հետ սպասավորը եկեղեցու։ Բայց մի բան որ խոսես, մի անգամից ինքը մի բան է հիշում, ասում, բայց ժամանակ հիշում ես, որ մեկ եկամ կդարձեցինը դու չտվեցին։ Ուրեմն այնտեղ որ մեկը որ տալիս է, տեսնում եմ մեր համայնքում, մեր համայնքը բունը գիտեմ։ Ես մի բան գիտեմ, որ հայկական արժեքներով, հայրենասիրությամբ, հարգանքով այն բոլոր մեր ծնողներին, այն ընտանիքներին, որոնց զավակները նահատակվել են այս հայրենիքի համար։ Նրանք չպիտի գնանք այն տեղերը, չպիտի գնան, որտեղ ես որ նայում եմ, տեսնում եմ մի հատ մեծ ֆուռա կանգնած ընդեր, ու միսօրը որ պիտի բաժանի այդ հավատացյալներին, ու հավատացյալ իրենց հավատացյալներին, մի բան վերցնելով պետք է իր համար ուրախանա, որ ինքը չի իրավունք ունի ասելու այնտեղ, որ իրենք ասում են հայր մեր, որ երկրում ես։ Իրենք հայր մեր ասելու իրավունք ունեն, որտեղ հայրների մեջ իրենք արդեն խախտում են քրիստոնեական հավատքը։ Որտեղ հայր ասելու համար պետք է վստահ իմանալ, ես ճանաչում եմ Աստծուն և ասում եմ իմ հայր, որտեղ հայրն է մեր հակասությունը։ Եվ այն բոլոր արժեքները, մեր պատմությունը, այն ամեն ինչ որ գոյություն է աշխարհում, մեր պատմությունից ինչ ժառանգած է բոլորը սիրում ու հարգում են։ Անկախ դրանից նրանք լավ են կամ վատ են։ Ամենափոքր մի ստեղծագործություն, որ 5-րդ, 7-րդ դարից վերված է այսօր, մենք մեծ զգուշավորությամբ այդ արժեքին ենք մոտենում, ոչ թե ինքը գեղարվեստական մեծ արժեք, ինքը ժառանգությունն է մեր պապերից մեծ մնացած։ Որտեղ եթե մենք սա չենք իմանում, մենք դրա հաջորդ քայլում ուրանում ենք մեր ծնողները ուրանում են իրենց զավակներին։ Իրենց զավակներին ուղղացող ծնողի և ծնող չեմ համարում։ Ինչպիսին էլ ուզում էր լինի։ Ինչ պատճառ է ուզում լինի, որովհետև ամեն տեղ ծնողի մեղքը եղել է։ Ինչ որ պահի մեջ։ Որտեղ ինքը ճշմարիտ արժեքներ չի տվել իրեն։ Ես վստահ եմ, համոզված եմ այն մարդը, որ գոնե մի մանաներ չափ հավատ ունենայի հոգու մեջ, ինքը չի կարող մեղքեր գործել։ Մեղքերը սկսում են այն ժամանակ, երբ որ մարդիկ ուրանում են Քրիստոսին, հեռանում են Աստծուց, եւ բնականաբար ուրանում են բոլոր այն արժեքներից, որոնք որ նրա մեջ ընդգրկված են, որի մասին Քրիստոս ասում է, հենց այդ ճանապարհով պիտի գնալ։ Սա է քրիստոնեությունը։ Ես այստեղ կանգնած չեմ մտածում, որ ես ինչ-որ շատ խելացի իմաստություն եկեմ, բայց ես տեսնում եմ մարդիկ, որոնք որ գալիս են, մի մասը ցավով է գալիս, մի մասը չի իմանալով գնաց երեք բանդասեցին, քան լավ է խոսում, սա էլ անում, այլ անում։ Հետո ինչ քո մայրը չէ։ Ինչ որ մեկին վեր կանգնեցին իմ դիմաց ասել, գիտես ինչ կա ձեր նորը, սա շատ լավ
հավուս միանձնավորությունը միակ մեծ փոր ունի, չգիտեմ ինչ ունի, սա ունի, վատարին սա է քո հայրը, չէ իմ հայրս աշխարհի ամենալավ հայրն ու մայրն է, որտեղ նրանք իմ հայրն ու մայրն է, սա իմ հայրենիքն է, եւ որովհետեւ մենք իրավունք այդ հայրենիքը տնօրիներով ոչ այնպես որ մեր հայրերն են մեր ժառանգել, մենք եկել ենք մեզ Աստված արի թակնենք, որպեսզի մենք քար ավելացնենք այն հայրենաշինության մեջ, որը որ մենք ժառանգել ենք, ոչ թե քայքայենք, ոչնչացնենք այդ հայրենիքը, սա է, սա ասեմ թե ինչ-որ մեկը եթե ինձ ասում, բա դու ես կասեմ, գնա մտածում չի մասին է ես քեզ ասում, սա է, քրիստոնեությունը մենք անդադ հայտարարում ենք, անընդհատ լիքը մոմեր ենք գալիս, բարում ենք, մտածում ենք, որ նոմը վառեցիք մեր մեղքերն էլ դուրս եկավ, գալիս են ասում տեր այլ, բայց դու գիտես են մարդը, որ փող ա տվել եկեղեցի ա կառուցել, էդ ինչ սրիկա կամ չիչություն դատավոր լինել, ես ինչ գիտեմ ով այդ մարդը մի բան անի, և ինքը Երանի նրանք ովքեր եկեղեցի են, չէ, եկեղեցաշինողների համար Երանի կա, չէ, նրանք ովքեր եկեղեցիներ են կառուցում, նրան ներսում թե այդ մարդը ոնց է, դա իրա խնդիրն է, ուրեմն ես չեմ ես մտածում ավելի խելացել կամ Աստված երկրում, նշանակում այդ մարդը չի կարող ասել հայր է, որտեղ նրա բացակայությունն է տեսնում իր կյանքի մեջ, որտեղ նման մարդիկ կարող են լինել, բայց այդ մարդը նաև կարող է ինչ-որ ժամանակի մեջ սրճա և Աստված իրեն թողություն տա, բայց ես ինչ գործում եմ այդ մարդու հետ, սա է ճշմարիտ քրիստոնեությունը, սա է Քրիստոսի վերադարձության լույսը, ոչ թե մեր մոմ վառելով կամ առավել քրիստոնյա մեզ ցույց տալով, լավ քրիստոնյան այն լավ մանկավարժն է, որ լավ սերունդ է դաստիարակում, այն լավ բուժիչն է, որ Աստծո ստեղծյալին է բուժում, բայց նրանց ոչ կարող է սրիկ անել իրեն և ամեն ուր, բայց դա Աստված տեսնում է և Աստված պատժում է, իսկ գուցե հիմա մենք այս վիճակում ենք ապրում հենց դրա համար, որտեղ շատ ենք խախտել այդ կանոնները, ես վստահ եմ, որ ճշմարտություն կա այս մտածողության մեջ, ուստի սիրելի հավատացյալներ, ևս մի քանի օր դեռ երկինքը բաց է Քրիստոսի հարության հույսով, հողոքում է աշխարհը Քրիստոսի սիրով և մենք կարողանանք վայելել այդ սերը միանալով Քրիստոսին, Աստծուն, որը ամենամեծ լույսն է, ամենամեծ սերն է, այս մարդկությանը պահող ամենակարևորագույն հենասյունն է, որի վրա որ մարդկությունը ապրում է այսօր։ Ուրիշ բան տարբեր ժողովուրդներ կարող է տարբեր կերպ են ընդունում Աստված ասում, բայց այդ մեկ Աստվածն է, որը որ պահում է այս աշխարհը խաղաղության մեջ համեմատաբար։ Նա երևի կշարունակի այնքան ժամանակ, մինչև երկրորդ գալուստը կլինի, բայց Աստված նաև պիտի պատժե, Աստված նաև պիտի պատժե։ Եվ ուստի այսօրվա հորդորներ սիրելի հավատացյալներ, ձեր հավատքի մեջ երբեք մի որոշեք սրան նրան նմանվելով, այլ որպես ժառանգություն։ Տերն օրայնը կարող է վատն է, այսպիսի կարող է լավն է, այսպիսի ավելի վատն է, լավն է, մարդիկ այդպես են, բայց քրիստոնեությունը ժառանգություն է, հազարամյակների գով անցավ, թծված, պատմության ամբողջ ընթացքում մեր ժողովրդի հետ կիսելով այն ուրախության և դառնության բաժակը, որ իրեն բաժին է հասել։ Եվ մենք պատասխանատվություն ունենք բոլորի առաջ, մեզանից առաջ բոլորից, ովքեր որ եղել են, որովհետև մենք նույն գործն ենք կատարել, հայրենիքն ենք շնացնում, մեր հավատն ենք ամրապնդում։ Ուրեմն Սուրբ Քրիստոսի հարությունը թող յուրաքանչյուրիս համար լինի սիրո աղբյուր, լույսի աղբյուր, խաղաղության աղբյուր, մխիթարություն թող լինի մեր բոլոր այն ընտանիքներին, որոնց զավակները այս տարիների ընթացքում նահատակվեցին մեր հայրենիքի պաշտպանության համար և մենք յուրաքանչյուր գործ որ անենք, արժանի լինենք այդ մարդկանց վերջի պահի աղոթքին, որ ես վստահ եմ, մարդը միշտ մի պահ ունենում է աղոթելու, ինչքան էլ մեծ լինի, և ես վստահ եմ նրանց հոգու մեջ միշտ է նայել մեր հայրենիքի նկատմամբ, հավատք մեծ Աստծո նկատմամբ և նաև այն լույսի նկատմամբ, որը որ Աստված տվել է յուրաքանչյուրիս հոգիների մեջ
այսօր եւ հավիտյանս հավիտենից ամեն